Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, որոշ ազատ ժամանակ ունեի և քանի դեռ մեքենայի մեջ եմ, որոշեցի ավտոլայվի ռեժիմով կարճ անդրադառնալ այն գիտեք արդեն սովորական դարձող իրավիճակին, որը երբեք ու երբեք չպետք է սովորական դառնալ, երբ որ տենց մենք զարթնում ենք, ինչ-որ լուր է տարածվում, հերթական քաղբանտարկյալ է, այս ինչ է, տվյալ դեպքում այսօրվա համար անհայտ կորածների ընտանիքների կորածի ընտանիքի անդամ Արսեն Ղուկասյանը, որին ճանաչում ենք բավական ակտիվ մարդ, որը ոչ շարունակաբար պատասխաններ է պահանջում այն մարդկանցից, ովքեր որ պատասխաններ չեն տալիս։ Օր է առաջ քաշքշոց էր եղել, հրմշտոց էր եղել Պաշտպանության նախարարության դիմաց, մարդկանց նորմալ պատասխան չեն տալիս, և այդ առիթով, այդ միջադեպով Արսեն Ղուկասյանին 3 ձերբակալեցին, տարան դատարան, Մասիս Մելքոնյան անուն ազգանունով դատավորն էլ 1 ամսյա կալանք դրա նկատմամբ կիրառեց, որը մի փոքր այսպես բան է ստեղծում, որտեղ տեսեք 2 ամիս չի, մի ամիս է, բայց դա ես ուզում եմ հատուկ ասել, որ նման դեպքերում դա երբեք մի ինչ-որ շատ դրական բան համարեք, պարզ պատճառով ոչ ինչ չի խանգարում, որ մի ամիս հետո 2 ամսով երկարացնեն, ավելին խնդիրներ է ստեղծում ես մի ամիսում, որտեղ մինչև բողոքարկում ես մինչև վերաքննիչ, արդեն այդ 1 ամսյա ժամկետը անցնում է ու վերաքննիչի որոշումը առարկայազուրկ է դառնում։ Так что չֆիքսվենք այդ 1 ամսվա վրա, բանտային կալանքի ուղարկեց դատավոր Մասիս Մելքոնյանը հերթական անձին առերևույթ քաղաքական պատճառներով ձերբակալված։ Նույնիսկ փաստաբանը, որը 18 արդեն իսկ ինչ-որ բանի մասին է վկայում, բայց դա մի կողմ թողնենք, մի հատ ուրիշ տեսանկյունից նայենք։ Լավ, արդեն մարդ զզվում էլ է, արդեն մարդ հոգնում էլ է այս վիճակից, որ ոչ մի բան, օքեյ, հերթական քաղբանտարկյալ է, ոչ մի արդյունավետություն չկա այս հարցում։ Եվ երևի թե առիթը օգտագործելով հերթական անգամ խոսեմ մի բանի մասին, ինչի մասին որ շատերն են խոսել իմ գործընկերներից, վերջերս նաև Վարազդատը հատուկ անդրադարձ կատարեց, թե 2 ամիս առաջ էր խոսել, որ վերջապես քաղաքական այսպես միջամտություն է պահանջում այս հարցը։ Այս հարցը պահանջում է քաղաքական միջամտություն, ընդդիմադիր քաղաքական ուժերի, եւ կակրած հիմա այն վիճակն է, որ նախընտրական շրջանի այսպես բանն է, այդ ինչ են ասում, նախընտրական շրջանին նախորդող շրջանն է, այն նախապատրաստական շրջանն է, եւ երևի թե մի 3 ամիս հետո ուշ կլինի սրա մասին խոսել, որտեղ ամբողջությամբ նախընտրական տրամաբանություն կլինի, երևի 2 ամիս առաջ դեռ հասունացած չէր միտքը, բայց գուցե հիմա է ճիշտ ժամանակը դրա մասին խոսելու։ Երբ որ հերթով արդեն քաղաքական հայտերը ներկայացվում են, չգիտեմ, այսօր չեմ հասցրել նայել դասի համալսարանում երկրորդ նախագահի ասուլիսներ, ենթադրում եմ, որ քաղաքական հայտն է ձևակերպվել, 3 Արման Թաթոյանը քաղաքական հայտը ներկայացրեց, մեր ձևով շարժումը, մնացած ուժերն են, մի քանի ուժեր, որ տենց նախնական խոսել են դրա մասին, կամաց այդ հայտերը ներկայացվելու են։ Եվ ես կարծում եմ, այս շրջանը 1-2 ամիս այն ճիշտ շրջանն է, որ հանրային այսպես օրակարգ ձևավորվի, որ ընդդիմադիր ուժերը, ովքեր որ ընդդիմադիր դիրքերից քաղաքական հայտ են ներկայացնում, պատրաստակամություն հայտնեն ձևաչափ ստեղծել կամ անդամագրվել այդ ձևաչափին, որի միակ նպատակը քաղբանտարկյալների ազատության համար պայքարն է։ Միակ նպատակը։ Չգիտեմ, օրինակ ես այդ հանձնաժողով ինչա անունայական չի, այդ ֆորմատը, այդ ձևաչափը
ինձ մնար կկոչեի լուսահոգի քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանի անունով, օրինակ։ Բաներ եմ ասում, որոնք որ քննարկելի են եւ եթե դու ընդդիմադիր հայտ ես ներկայացնում, ուրեմն դու պետքա մարդ գործուղես այդ ձևաչափ։ Հակառակ դեպքում հարությունը կարող է հետևություն անել, որ դու հեչել ընդդիմադիր չես։ Եվ այս ձևաչափը միասնական պայքար կմղի ես երևույթի դեմ։ Շատ կոնկրետ աշխատանք կկատարի ես երևույթի դեմ։ Բաղկացած լինելով առաջի հերթին քաղաքական ուժերի ներկայացուցիչներից եւ նաեւ կարծում եմ իրավապաշտպաններից, այն մարդկանցից, որ տարիներ շարունակ մարդկանց աչքի առջև են եղել, որ ոչ թե անունով են իրավապաշտպան եղել, այլ գործով են իրավապաշտպան եղել, դու հարությունը, չգիտեմ, դու հիմա ոչ էլ արհեստական համեստություն անեմ, ես համարում եմ, որ այն ձևաչափը, որի ձևավորմանը ես ինքս մեծ մասնակցություն եմ ունեցել, դա 5 իրավապաշտպանների նախաձեռնությունն է, կարծում եմ դրա լավ օրինակն է։ Մարդկանց, որոնք որ գետնի վրա զբաղվում են իրավապաշտպանությամբ։ Դա բան չի, էլի, տիտղոս չի իրավապաշտպանը։ Եթե դու գետնի վրա իրավապաշտպանությամբ չես զբաղվում, մի տեսակ, չգիտեմ։ Այսինքն այս ձևաչափը, որ ես քաղաքբանտարկյալների պաշտպանության համար պատկերացնում եմ, դա այն ձևաչափն է, որտեղ երկու տեսակի մարդիկ կան, այսպես ասած, մեկը քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մյուսը իրավապաշտպաններ եւ շատ հստակ խաղի կանոններով։ Օրինակ ես պատկերացնում եմ, որ պետք է լինեն նաեւ այսպես հանձնաժողովներ, ենթահանձնաժողովներ դրա ներքո, պրոֆեսիոնալ հանձնաժողովներ։ Ինչ հանձնաժողովներ։ Պայմանական ասած իրավական հանձնաժողով, որը պետք է յուրաքանչյուր դեպքում գնահատական նախապատրաստի, չափանիշներ սահմանի եւ գնահատական նախապատրաստի տվյալ անձը քաղաքբանտարկյալի սահմանմանը համապատասխանում է, թե չի համապատասխանում։ Կազմակերպական, որ օրինակ կազմակերպի բողոքի ակցիաներ, իրազեկման ակցիաներ, որ մարդիկ հասկանան ինչա կատարվում, իրազեկման ակցիաներ քաղաքբանտարկյալների, բացառապես քաղաքբանտարկյալների թեմայով։ Երրորդը միջազգային կապերի խումբ, այսպես ասած, որը կգնա Եվրոպաները, Ռուսաստանները, Ամերիկաները, բոլոր դռները կթակի, դռնից կհանեն, պատուհանից կմտնի, պատուհանից կհանեն, երթիկից կմտնի, բարձրաձայնելով մեր մոտ տեղի ունեցողը։ Հաջորդը, չորրորդը, այսպես կոնտենտ ստեղծող խումբ, որը իրավական խմբի գործառույթը պետք է լինի, որը ստեղծի այդ կոնտենտը, որը տանեն արդեն միջազգային դաշտ։ Դա իրավականի վրա օրինակ կարող է լինել։ Սոցիալական։ Դու գիտեք ինչքան մարդիկ, ինչքան խնդիրներ կան։ Այո, շատերը այդ խնդիրները կան, որոնք որ նպաստում են այդ խնդիրների լուծմանը։ Շատերը կան։ Բայց դա համակարգված կարող է անել։ Լիքը քաղաքբանտարկյալներ կան, այս պահին բանտերում, կամ նախկին քաղաքբանտարկյալներ, որ դրա պատճառով առողջություն են կորցրել, աշխատանք են կորցրել, 1000 բան են կորցրել։ Պետք է ինչ-որ լուծումներ տրվեն։ Սոցիալական հարցերով պետք է լինի նաև խումբ, որը զբաղվում է։ Մամուլի հետ աշխատանքով, այսպես PR հարցերով, վատ իմաստով չէ, PR-ը վատ բան չի։ Այս ամեն ինչը պետք է լինի։ Եվ այս հարցը կարծում եմ պետք է դարձնել հանրային օրակարգ։ Նորից ասեմ, այս շրջանը շատ կարևոր է, որ այն բոլոր մարդիկ, ովքեր որ հայտ են ներկայացնում, նաև պատասխանեն այն հարցին, թե իրենք պատրաստ են ձևավորվելիք բացառապես քաղաքբանտարկյալներով զբաղվող այս ձևաչափին մասնակցել եւ ակտիվ մասնակցություն ունենալ եւ ինչպիսի մասնակցություն են նրանք պատրաստ ունենալ։ Թե չէ ամեն անգամ զարթնում ենք առավոտը մեկ էլ հոպ իմանում եք նոր քաղաքբանտարկյալ ունենք, արդեն զզվել ենք այս վիճակից։